5 մարդ զոհվել, 11-ը հոսպիտալացվել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ 5-րդ զոհին փրկարարները միայն երեկոյան հայտնաբերեցին։ Տեսնում ենք, որ գազիֆիկացված է ամբողջ շենքը։ Արդյոք առաջի մուտքի բնակարանները եւս գազիֆիկացված էին։ Բոլոր գազաֆիկացված։ Այսինքն բնական գազից է։ Բնական գազի, բնակարանի գազի արտահոսքից։ Գազաբալոններ կամ նմանատիպ այլ բաներ չեն եղել։ Մենք չենք հայտնաբերել։ Տարածքը համայնքի իր ուժերով է, բետոններ, բանկը տեղափոխենք, կմաքրեն։ Մենք այս պայն այլ ենք կերտում, կնշանակենք հերթապահություն, եթե անհրաժեշտություն ունի բնակիչներին աջակցելու, համայնքին աջակցելու, կաջակցեն։ Հիմնական ուժերին թողենք կգնան իրենց տեղակայման վայրեր։ Առողջապահության նախարարության տվյալներով բուժօգնություն ստացող տուժածներից 3-ին ավելի ուշ տեղափոխել են Երևանի բուժ հաստատություններ, մյուսների վիճակը գնահատվում է բավարար։ Վիրավորներից 4-ը երեխաներ են, 1-ն արդեն դուրս է գրվել, 3-ը դեռ շարունակում են բուժումը, Ճամբարակի հիվանդանոցում հայտնեցին առողջապահության նախարարությունից։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։ Առավելապես տուժել են 4 հարկանի շենքի կողային հատվածի վերջին հարկերի բնակարանները։ Ես մտածեցի, որ էլի թուրքերը կրակեցին, ինչ որ ավելի հզոր զենքով, որտեղ տենց ձեն ես չէի լսել։ Չէի պատկերացնում, որ գազի պայթյունից, գազի պայթյունից զենք լսել։ Մենք պայթյուններ շատ ենք լսել դեռևս նախորդ դարում, բայց այդ պայթյունի նման չէր ըստ իմ լսողության։ Գիտեք ոնց որ ծավալուն էր այդ պայթյունը, օրինակ գրադը եւ այլն, մի հատ լսում, բայց դա ոնց որ շարավիղը մեծ էր։ Ես տենց ընկալեցի։ Շենքն է վնասվել, շենքի։ Չէ, մեր շենքը չի վնասվել, բայց ինձ հետաքրքիրն է, որ մենք արդեն սովոր ենք այդ պայթյուններին, ճիշտ է, հարմարված ենք, բայց որ շները տենց փախան, այս կողմից դեպի վերև էին փախչում շները։ Ներքին գործերի նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ նաև նշում է, որ միջգերատեսչական մակարդակով մարզային եւ համայնքային իշխանությունների ներգրավմամբ գնահատվում են փլուզված շենքի բնակիչների կարիքները, դեղորայքի, սննդի կամ կացարանի կարիքի դեպքում նրանք աջակցություն կստանան։ Նաև աշխատանք է տարվում պատահարի հետևանքների չեզոքացման եւ այլ առաջնային ուղղություններով։ Կառավարությունը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի մեղմելու հետևանքները, մենք ցավոք սրտի այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել, ինչին կառավարությունը պատշաճ կերպով արձագանքում է։ Մարզպետի աշխատակազմը գույքագրել է այս տարածքում առկա բոլոր հյուրանոցների համարները եւ հյուրատները, այն բոլոր բնակիչները, որոնք կարիք կլինեն հյուրատներում կամ հյուրանոցներում մնալու, իրենք անպայման կապահովեն եւ կեցության համար անհրաժեշտ պայմաններով եւ ըստ անհրաժեշտության իրենց առաջիկա օրերի կենցաղը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։